News-ի հարգելի հետևորդներ, դատանի բակում է նաև հերոս զոհվածին ծառայող Վաչագան Մանուկյանի հայրը, Խաչիկ Մանուկյանը։ Կամավորական։ Պարոն Մանուկյան, մենք ուղիղ եթերում ենք, նախ այստեղ գտնվելու մասին։ Մեր երկրի մեծագույն զավակներից մեկին են կալանավորում չարքապատկանները։ Մենք բոլորս տեսել ենք, մեր աչքի առաջ է բոլորի կյանքն էլ, Կլյաուզնիկ թերթի Կլյաուզնիկ խմբագիրը, ուրեմն ազնվազարմ հայորդուն ուզում է կալանավորի, այսինքն ցույց է տալիս, որ ինքը օտարի շահեր սպասարկողն է եւ Սրբազանը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր ազգին, իր ժողովրդին, իր երկրին, իր պետությանը եւ այսօր էլ ծառայում է եւ թույլ չի տալիս, որ չարքապատկանները կարողանան իրենց չարագործությունները վերջնականորեն կատարել, փորձում են կալանավորել։ Վստահ եմ, որ սա ուրեմն կդառնա նաեւ սկիզբը այն մեծ զարթոնքի, որը համահայկական բնույթ է կրելու եւ տապալելու է բոլոր չարքապատկաններին եւ դրանց կանգնեցնելու է արդարադատության առաջ։ Ես շատերից եմ լսում, մահապատիժներ են ասում, մահապատիժը իրենց համար երանություն պիտի լինի։ Իրենք պիտի պատասխան տան ամեն կատարած ոճերի համար։ Սկսած են տղաների կյանքը արյունը խմելուց եւ մինչեւ հիմա հողերը հանձնելուց, այդ հողերը արյունով ներկված հողերը հանձնելուց ոչ սրբություն ունեն, ոչ ազգային պատկանելություն ունեն, ոչ իղձ, ոչ երազանք եւ չարքապատկաններից շատերը հենց դա հայտարարում են, որ իրենք չունեն ազգային իղձ, չունեն ազգային երբ եկել եք ինչ եք անում, արյուն եք խմում, հերիք չի ազգի արյունը խմեք, լինելու է հաղթանակը, համաժողովրդական, հայկական հաղթանակը լինելու է։ Մենք սովոր ենք, մենք գիտենք, որ այս շարլատանները միայն դա կարող են անեն, այս ստախոսները, ստակոլոլ, մենք ապրում ենք ստի կայսրության մեջ, սրանք կերտել են ստի կայսրություն եւ այս ստի կայսրությունը շնչավորում են մարդիկ, նրանք ովքեր տարածում են նրանք ովքեր խոսում են, իհարկե մենք հասկանում ենք, որ նման այդ ինչ են ասում, իրենց ոչն է եւ այդ ոչով իրենք կարողանում են մարդկանց այդ զոմբիական համայնքներին կաշառել, ցույց տալ, որ տեսեք, ահա մենք հանցավոր ենք բռնում։ Այն դեպքում, որ էլի եմ ասում, մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկն է Բագրատ Սրբազանը, եւ ես գիտեմ, եթե պատմության մեջ մի քանի անուններ են գնալու դեպի ուրեմն շարունակություն, դեպի հայոց պատմության, մեկը Բագրատ Սրբազանն է։ Ձերբակալվածների մեջ թեև չենք զարմանում, քանի որ այս ընթացքում բազմաթիվ անգամներ, օրինակ Կարի Գալեյաններ, կապված, ձերբակալվածների մեջ նաև հերոսի հայրը, զոհված ծառայող Գիտեք, իրենք ծաղրում են, այո, եւ Գալեյանի դատավճռին եմ ես ներկա եղել, իրենք ծաղրում են պարզապես, ծաղրում են, որ ձեր զավակները գնացին կյանք տվեցին այս հայրենիքի համար եւ իրենք ուրճանում են, իրենք ձզներն են հաստացնում, իրենք հեստանում են, իրենք հասկանում եք իսկապես իրենք պատկանելիություն չունեն։ Իրենց համար ընդհանրապես կամակատարներ են իրենք, օտարի, չգիտեմ, այս դեպքում Էրդողանի, Ալիևի եւ այն ծաղրը, որը սրանց դեմքով գալիս է մեր ամբողջ ազգին հարբեցող ծաղրած չգիտեմ ինչ, եւ այդ նվաստացած վիճակով այս ժողովուրդը ապրում է, հասկանում եք, եւ դրան այդ գոյանքին ուղարկում են բանակցելու, ինչ է բանակցում։ Պարտության սիմվոլները ինչ են բանակցում։ Իհարկե պարտության մասին պիտի խոսեն, իհարկե շարունակական հանձնումների մասին, հայրենիքի տարածքները օտարելու մասին, հերոսի անուն կարող են տալ սրանք։ Իրենց հերոսը ով է, հարկ վճարողը, որի հարկերը տանում են միլիոններով, ինչ որ կասկածելի երկիշներին են նվիրում, չէ՞, նվիրում են, ուղղակի նվիրում են եւ հետո ասում են հարկ տան ինչ անեք, արա։ Մսխում եք, փոշիացնում եք, ինչպես ամեն բան, ոչ մի արժեք գոյություն չունի սրանց համար։ Եվ բերել են այսքան ոստիկաններ, այս մարդիկ ամբողջ տարածքները լաշրջեք նայեք, անմշակ, հեկտարներով հողատարածքներ, տարեք թող ով մշակ են։ Մարդկանց մի պիտը ոստիկանապետություն եք սարքում ում դեմ, հանունում։ Մանուկյան, ամենից սկսվեց կարծես թե եկեղեցու եւ վեհապարի հետ կապված այս բանից եւ հիմա էլ որ առաջ Փաշինյանը գրառումով գրել է որ խումբ է ձևավորելու առաջարկը։ Սա աննախադեպ ծաղր է։ Վեհարանը ազատելու եւ ինչ է կարծում կգնան անգամ։ Աննախադեպ ծաղր է եւ երկրի ղեկավարությունը գլուխը կողում է սավանների մեջ, սեռա սավանների մեջ։ Հասկանում եք մենք ուր ենք ասել։ Մոլորակի վրա որևէ հատված կտեք, փոքրիկ կղզի պետք կտեք, որը գա գլուխը կկողի այդ կղզիում ապրող, չգիտեմ, սրա լրա սավանի մեջ։
Սա վերջն է, հասկանում եք, երբ մարդը այլևս անելիք չունի, նա բազում անգամ հուշում է, որ ես որևէ կերպ չեմ սպասարկում իմ ժողովրդի, իմ երկրի, կամ գուցե սպասարկում է, սա իր երկիրը չի, իր ժողովուրդը չի, եւ այս շահերի սպասարկում չի, Հայաստանի հայի սպասարկում չի։ Նա փայլուն կատարում է, գնում է, խորհուրդներ են տալիս, գալիս է եւ ցույց է տալիս, որ այո, նա կարողանում է ուրեմն հաջողությամբ իրագործել այն ամենը, ինչը որ խոստացել է մեր համար ճշնամի, իր համար բարեկիրթ բարեկամներին, բայց մենք ի վերջո պիտի մենք էլ ցույց տանք, չէ՞, մենք այսպես հավաքվում ենք, գալիս ենք, իսկապես մեր դժգոհությունը, բայց դա պիտի ուրեմն օգտակար գործողության գործակիցը պիտի գտնենք, որտեղ մենք կարողանանք այդ հաղթությանը հասնել, որտեղ կարողանանք համազգային զարթոնքը կայացնել եւ ի վերջո դուրս չպրտել չարքապատկաններին եւ էլի եմ ասում կանգնեցնել արդարադատության առաջ այն մեծ ոչիրի, որ իրենք կատարել են։ Ինչ ակնկալիք ունեք այսօր դատարանից։ Ես որևէ ակնկալիք իր ջեբի ուրեմն չգիտեմ ինչերն են, ինքը պարզ ասել է, որ հələ թող մի դատավոր փորձի իմ ասածը չանի, այստեղ մենք որևէ գյուտ չենք անում, որ ասենք իհարկե իր ցանկությունն են կատարելու, պիտի գտնեն այս կամ այն, ուրեմն Սարքովի շինծու գործը, այդպես մենք դա հասկանում ենք եւ Բագրատ Սրբազանի ապրած մի օրը այդ ամբողջ ԿՊ-ական պարագլուխների ամբողջ կյանքը կկշռի։ Դրանք որ հավաքվեն իրար գլուխ գումարեն իրենց ազգու տակերի արածը Սրբազանի արած մի օրվա արածը չեն կարող անել, չեն կարող, իր այդ պայքարելու ձև չունեն, իր այդ պիտի այդպես գան, ինչպես այդ շարլատաններին բնորոշ ձևով պիտի պայքարեն, ինչը որ հիմա անում են եւ այո, իր գրպանի դատավորիկներն էլ պիտի փորձեն դատել, կատարել այն, բայց գալու է օրը, որ այդ դատավորներն էլ են կանգնելու արդարադատության առաջ, այս կեղծ վճիրները, որ կայացնում են, դրա պատասխանը մենք ստանալու ենք եւ այս երկիրը, որը նաեւ մեր զավակների արյունով է կանգնած լինելու եւ հավերժության մղվելու չենք թույլ տալու, որ չարքապատկանները տերուտ իրական մնան։ Այս ամենի հանգուցալուծումը վերջապես ինչպես է տեսնում։ Ես տեսնում եմ, որ այդ ԿՊ-ական պարագլուխները կանգնեն արդարադատության առաջ, մենք իսկապես կարողանանք կայացնել այն վճիրը, որը ճիշտ պատիժը կլինի իրենց կատարած ոչիրի։ Եվ այդ ոչիրը ես էլի եմ ասում, դա գնդակահարությունը չի, գնդակահարությունը շատ մեղմ պատիժ է նրանց համար, ովքեր հազարավորների արյուն են խմել, ովքեր օտարել են տարածքներ Հայաստանից, ովքեր հազարավոր մեր հայրենիների, հերոսների ազատագրած տարածքները հեշտությամբ, ստորագրությամբ հանձնել են, ում համար Շուշին դժգույն էր, եւ հիմա կհայտարարի, չէ, օրը կգա կասի Երևանը դժգույն քաղաք է, ինչ է կանում, որ թող գան ադրբեջանցիները լսվեն, ինչը որ հիմա անում են, հիմա մղվում են դրան, եւ մեր լռությունը հաջորդաբար բերելու է այդպես դժգույն։ Ես եմ շնորհակալ, հաղթանակը լինելու է։